Բարեբոլոյ մի կանա ձեր հետ եւ այսօրվա մեր վիդեոյում ես կհամատեմ մի քանի ծրագրեր, որոնք կան iOS-ի եւ Android-ի վրա։ Կոնկրետ iOS-ի վրա իմ մոտ iOS 9-ն է եւ Android-ի վրա իմ մոտ 5.0.1-ն է, որը դրված է Samsung Galaxy-ի վրա։ Եվ այս վիդեոյի հիմնական իմաստն է համատել ծրագրերը, որոնք որ կան երկու հեռախոսների մեջ, օրինակ նույնիսկ սիստեմային ծրագրերը, անպայման չի Twitter, Facebook-ի վայրեն, օրինակ զանգահարելու ծրագիրը եւ բացատրել թե ինչու ես գտնում եմ որ հնարավոր է ավելի հարմար լինի օգտագործել iPhone-ի վրա կամ iOS-ի ծրագիրը ավելի հարմար է տարբեր այլ ծրագրերի համար, քան Android-ը, եթե այն իհարկե update չանեն 6-ով եւ միգուցե այնտեղ ուրիշ ձև լինի։ Կոնկրետ ստեղ 5-ի վրա եմ ես ասում եւ մի քանի ձեզ մի քանի օրինակ ցույց կտամ, թե օրինակ ինչի ավելի հարմար կլինի օգտագործել, եթե երկուսն է օրինակ ունեք եւ որը դուք կընտրեք, աչինը թե ձախինը կամ որ վերսիան կընտրեք տվյալ դեպքում։ Հենց այս ծրագրից, ինչպես ասում եք, phone-ն է, այսինքն համար հավաքելու ծրագիրն է, հեռախոսի։ Ինչպես ասում եք, navigation bar-ը, որ այս ներքևի մենյուն է, որ կարող եք ընտրել տարբեր ֆունկցիաներ, եւ նույնը վերևը ստեղ գտնվում է ստեղ ներքևը եւ ստեղ վերևը։ Ինչով է սա լավ ըստ ինձ։ Այնն է, որ եթե բռնում եք հեռախոսը եւ հավաքում եք համար կամ մի բան եք անում այս ծրագրով, դուք ձեր boot mode-ը հիմնականում գտնվում է ներքևում եւ մենյուն ավելի հեշտ կլինի ներքևից սխմել, քան թե վերևից, ինչպես օրինակ Android-ի վրա է։ Եվ ես գտնում եմ, որ վերև սխմելը ավելի անհարմար է։ Ցավոք սրտի հիմնականում Android հեռախոսները արդեն շատ մեծ են դառը եւ նույնիսկ մի ձեռքով օգտագործելը դժվար է, դրա համար հիմնականում մարդիկ մյուս մատով կարող է օգտագործեն վերևի navigation bar-ը, բայց եթե ասենք համեմատության եւ հարմարության համար եմ ասում, ապա ես գտնում եմ, որ ներքևի մենյուն ավելի հարմար կլինի, քան ստեղ որ ներքևը չկա եւ պետք է վերևը սխմել։ Միգուցե սա սովորելու վրա է, բայց ես արդեն վաղուց ունեմ այս իմ Samsung-ը եւ վաղուց ծանոթ եմ Android-ի ծրագրին եւ իհարկե վաղուց ծանոթ եմ iOS-ի։ Ես կոնկրետ օրինակ այս դեպքում կընտրեի այս վարիանտը 1-ից 1, որովհետեւ ստեղ ավելի հեշտ է, ավելի հարմար է, ավելի ինտուիտիվ է այս ներքևի մենյուն դնելը։ Բացի դրանից, չնայած որ ինչպես ասացի, որ Android 5-ը սրա վրա դրած, Android 6-ը որ պետքա դուրս գա, ավելի պետքա ինտեգրված լինի material design-ը, որը հեսա ձեզ ցույց կտամ։ Հիմնականում երբ մտնեք ասենք clock, չէ, material design այն է, եթե ներքևում վերևում sense գիծ կա տակը եւ այն հնարավոր է թերթել, դուք կարող եք մենյուն չսխմեք վերևից կնոպկաներով օրինակ sense, դուք կարող եք այն թերթել, օրինակ ներքևը ստեղ iPhone-ի պես sense ենք սխմում, իսկ ստեղ մենք կարող ենք պարզապես sense թերթել եւ տարբեր մենյուներ մտնել, ինչպես ասում եք, ստեղ դա չի կարելի անել։ Դա լավ ոնց որ ավելացում է, իհարկե շատ հարմար կլինի օգտվել այս ֆունկցիայից եւ iPhone-ի մեջ մեկը ներքևից պետք է սխմել, մենյուն հիմնականում ներքևն է գտնվում, ես գտնում եմ դա շատ հարմար է, քան թե վերևում, բայց լավ է տեսնել, որ Android-ի վրա գոնե այս swipe-ը կա, որպեսզի մարդիկ ասենք, եթե օգտագործում են ինչ բան են անում, էլ չսխմեն վերևը, պրոստը sense swipe անեն եւ մյուս մենյուի մեջ մտնեն, դա գոնե փրկում է Android-ին մի քիչ։ Լավ, անցնենք այլ ծրագրերին, որոնք որ ես screenshot եմ արել եւ ձեզ ցույց կտամ։ Օրինակ, ստեղ հենց առաջի ծրագիրը կմտնեմ իմիջիալոցի pages, Facebook-ի pages-ի մեջ, ստեղ screenshot-ը արած, բայց ստեղ հիմնականում սա նույնն է, ինչ որ սա է, տարբերություն իհարկե չկա։ Սա բացած է, կարելի ասել, չնայած կարող մտնեմ ծրագրի մեջ ձեզ ցույց տամ, ոչ մի տարբերություն։ Pages ծրագիրն է Facebook-ի, որպեսզի կառավարեք ձեր Facebook-ի edge-ը։ Ինչպես ասում եք, նույն խնդիրն է, navigation bar-ը մեր մոտ ներքևն է եւ ավելի հեշտ կլինի ներքևից մենյու մտնել եւ այլն եւ տեսնել, կարդալ, տարբեր ֆունկցիաներ անել։ Ստեղ դա վերևն է, այստեղ անկապ տեղում է գտնվում, ինչպես ասում եք, ստեղ եւ ներքևում ոչ մի բան չի գտնվում, ցավոք սրտի, եւ պետքա մտնել անպայման վերևից թերթել, չնայած որ ինչպես ասացի, material design-ը ստեղ էլ է եկել եւ swipe լինում է աչուձախ անել, սա խնդրեմ, swipe-ը աշխատում է։ Եվ դա հարմար է, չնայած որ ըստ դիզայնի տեսքով ես կնախընտրեի iOS-ի վերսիան, քանի որ այս ահավոր գեշ բանը այդտեղ չի երևում, կարելի ասել։ Եթե սա լիներ ներքևում, ինչպես սա է, կլիներ նորմալ, ըստ ինձ։ Եվս մի քանի նկարներ այստեղ արել էի screenshot-ի, որը ես մեծ ուրախությամբ ձեզ ցույց կտամ։ Հա, այս սա է։ Ուրեմն սա, ինչպես տեսնում եք, բանն է, screenshot արածա բանից, LinkedIn-ից եւ սա հենց iPhone-ի մեջի App Store-ից եմ ես screenshot արել, ինչպես ասում եք ծրագրից, սա եւս է ծրագրից արած, քանի որ երկուսն են նույն բանն է ստացվել նկարով։ Նույն բանն է, navigation bar-ը ներքևն է, navigation bar-ը վերևն է Android-ի մեջ։ Լրիվ նույն բանն է։ Հիմա մենք ստեղից դուրս գանք, ճիշտ ասած, որտեղ ստեղ խառնվել են նկարները եւ պետք է հերթականությամբ գնալ։ Ստեղ մեր մոտ Messenger-ն է, ինչպես տեսնում եք, սովորական Facebook Messenger-ը, նույն բանը ես ստեղ եւս կարող եմ ձեզ ցույց տալ,
վերևն է navigation bar-ը Messenger-ի եւ iPhone-ի մոտ iOS-ի տակը ներքևն է, ներքևում ստեղ ինչ որ անհասկանալի կնոպկա է Android-ի համար։ Так, գնանք առաջ, սա Facebook-ն է, սովորական Facebook-ի ծրագիրը, եւ screenshot եմ արել ծրագրից, ոնց որ մենյուից, Facebook-ի մենյուն իհարկե ներքևն է, եթե գիտեք iPhone-ի վրա եք օգտագործում, եւ ստեղ Android-ի մեջ ավելացել է ստատուսի shortcut-ներ, եւ սա նույնն է ինչ որ այս վերևի մենյուն, եւ տեղերով ոնց որ փոխվել են, իսկ Android-ի մեջ էս մենյուն վերևն է, իսկ ստեղ ներքևն է։ Так, ստեղ հերթականությունը ոնց է, ստեղ WhatsApp-ն է։ WhatsApp-ից ես մի հատ screenshot եմ արել, ձեզ ցույց տալով, որ settings-ը եւ այլ navigation bar-երը սաղելի ներքևն է արած, իսկ Android-ի վրա ինչպես տեսնում եք վերևն է, calls, chat, contact եւ այլն, իսկ ներքևը բարձրապես ոչ մի բան չկա։ Դա մի քիչ տխուր է, որտեվ այդքան էլ հարմար չի։ Ստեղ մենք ունենք VK-ն կամ VKontaktin, ինչպես կարող եք ուզում եք ասեք։ Եվ ինչպես ասում եք մենյուն, որ աչքից ասեն swipe արվում ձախ, ինչպես բացած է ստեղ եւ այստեղ, նույնն է հիմնականում, ոչ մի տարբերություն չկա։ Սա եւս մեկ անգամ նշելով, որ բոլոր ծրագրերը չեն, որ իմ կրիտիկայի տակ անգնում, որ ներքևա navigation bar-ը եւ հարմար չի։ Պարզապես ծրագրեր կան, որոնք որ շատ նման են իրար։ Օրինակ հենց VK-ի, երբ որ դուք նայում եք news feed-ը, ինչպես տեսնում եք, կարող եք ստեղ այս կնոպկայով նոր post գրել եւ iPhone-ի վրա հենց այս կնոպկան է վերևում։ Իսկ մնացած առումով նույնն է, ստեղ այսինքն վերևը navigation bar-ը ստեղ է դրված, երկուսի մոտ էլ եւ ոչ մի տարբերություն չկա։ Ստեղ Instagram-ն եմ ես բացել երկուսի վրա, ինչպես տեսնում եք, իդենտիկ է լրիվ, ոչ մի բանով չի տարբերվում, ստեղ միգուցե իկոնկաներն են ուրիշ։ Եվ սա եւս մեկ օրինակ է, որ պարզապես ծրագրեր կան, որ կարող են ստեղծվել նույնատիպ Android-ի եւ iOS-ի վրա եւ երկուսն են իհարկե հարմար է օգտագործել, որովհետեւ ներքևն է ես գտնում եմ եւ ներքևում ավելի հեշտ է սխմել bootmat-ով կամ ընդհանրապես ներքևի մենյուից ավելի հեշտ է կառավարել։ Սա BBC News-ն է, պարզապես եւս մեկ ծրագիր, որը շատ նման է, ես ուզում եի ձեզ ցույց տալ։ Ստեղ մենք ունենք YouTube-ը, ստեղ մեկ խնդրեմ ունեմ, YouTube-ի ծրագիրը, որ վերևն է դրած, շատ հարմար, հեչ հարմար չի ըստ ինձ։ Ընդհանրապես այս ծրագիրը YouTube-ի ընդհանրապես հարմար չի, ես գտնում եմ։ Վերևը հարմար չի դնել, չգիտեմ ինչի է վերևը դրված material design-ով ըստ լոգիկայով, բայց հարմար չի։ Չնայած որ ես հիմա մտնեմ YouTube-ի իսկական ծրագիր, դա քանի որ screenshot-ներ, ես ստեղ կստուգեմ, թե արդյոք material design-ն աշխատում է եւ ինչպես տեսնում եք, այո, աշխատում է material design-ը եւ կարող եք swipe անել եւ edge-երը փոխել եւ չգիտեմ ինչ դժվար կլներ սա դնել, ասենք ներքևը, մարդիկ ավելի հեշտ սխմեն, երևի իրանք ուզում են, որ ձեր նոր վիդեոները կամ ինչ որ դուք նայում եք ներքևից ցած գա ու ստեղ չխանգարի այս էկրանին, միգուցե դրա համար է դրած, չգիտեմ, միգուցե ինչ որ է, ես պրոստը պարզապես նույնն է այս ծրագիրը։ Հաջորդը Periscope-ն է, ստեղ մի edge եմ բացել, եւս նույն խնդրեմը, navigation bar-ը ներքևն է հարմար է սխմել, ստեղ վերևն է, այստեղ է եւ ինչպես տեսնում եք, այդքան էլ չգիտեմ, հարմար չի ըստ ինձ։ Սա մենյուն է բանի, երկիր ընտրելու, ինչպես տեսնում եք, նույն ձև այլ է աշխատում։ iPhone-ի վրա այսպիսի, Android-ների վրա այսպիսի։ Так, ստեղ մեր մոտ չգիտեմ, Skype-ն է, հա, Skype-ը եւս նույն ձև աշխատում, ինչպես տեսնում եք navigation bar-ը։ Չնայած Skype-ում ես համոզված եմ, որ իրանք material design update են արել, եւ միգուցե այս կնոպկաները, որ ասում եմ, սխմվում է, եւ ստեղ կարող եք սխմել, swipe անելով ավելի արագ լինի, միգուցե եւ material design-ով ավելի հարմար լինի, միգուցե, ճիշտ ասած չեմ կարող ասել հաստատ։ Ստեղ մեր մոտ կա Duolingo ծրագիրը, որը երևի թե միակ ծրագրերից է, հազվագյուտ ծրագրերից է, որ ես գտնում եմ Android-ի վրա ավելի հարմար է օգտագործել, ինչի ստեղ մենյու կնոպկա կա, որ այս գիծն է 3 հատ, պարզապես screenshot-ը չեմ կարա սխմեմ, բայց այս 3 գիծ մենյուն որ կա, որ դուք սխմում եք, ահագին շատ բան է աչքից ձախից գալիս, իսկ ստեղ պետք է մտնեք պրոֆիլ, հետո տարբեր այնտեղ ֆունկցիաներ սխմել, տարբեր բաներ կլիկ անել, որպեսզի դրանք սխբացի, իսկ սա պարզապես սխմում եք այս Germany գրած կողքի 3 հատ գիծը ու միանգամից բոլոր մենյուն բերում է, չնայած որ մնացածի առումով լրիվ նույնն է, այս practice week skills-ը սա նույնն է ինչ որ այս շտանգան կամ կանտելը ինչա։ Դա ոնց որ իրականում ոչ մի տարբերություն չկա եւ շատ մոտիկ են իրար ծրագրերը։ Մենք ստեղ ունենք Cloud Mail.ru-ն, ես շատ եմ օգտագործում Cloud-ից։ Միգուցե սա ծրագրային է ինչ որ մի բան արած, որ մեծ, մի քիչ քանի որ մեծ է այս iPhone Galaxy-ի վրա էկրանը եւ շատ ավելի բանակներ է փուճուր տեղավորվում, իսկ չգիտեմ ինչի
iPhone-ի վրա ընդամենը 2-ը 3-ի վրա է, այստեղ 3-ը 1 2 3 4 5-ի վրա է, եւ իհարկե սա ավելի հարմար է, պարզապես նրանով է հարմար, որ շատ եք էլի բան տեսնում։ Նույնն է ստեղ է, երբ որ սխում եք այս 3 գիծ կնոպկան, եւ նույնը ստեղ կա, ավելի շատ մենյու բացվում է ձախից եւ ստեղ էլ երկուսն էլ լրիվ նույնն են, իդենտիկ են, կարող եք դուք ոնց որ երկուսն էլ նույն մենյուն է բերում ձախից, իսկ նոր ֆայլ ավելացնելու համար այս պլյուսն եք սխմում, իսկ ստեղ այս պլյուսը ներքևում եւս մեկը նմուշ է material design-ից մնացել, իհարկե դա շատ լավ է տեսնել։ Ստեղ մենք ունենք Dropbox-ը, սա вообще խայտարակություն եմ ես համարում, ասենք տեսեք մենյուն որպեսի մտնեք, ներքևում iPhone-ի վրա ինչ հարմար է արած, իսկ Android-ների վրա պարզապես այդ մենյուն չկա ոչ մի տեղ, ոչ ներքևը, ոչ վերևը։ Եվ դրա համար պետք է սխմել այս 3 գիծը, այս 3 գծից կողքից էլի մենյու կբացվի եւ սրանք են դրած ընդ։ Ոնց որ ես գտնում եմ, որ ինչպես ասում եք, հեսա offline-ի edge-ի վրա եւս չկա մենյու։ Ես գտնում եմ, որ սա շատ անհարմար է արած, չգիտեմ, iPhone-ի վրա պարզապես ավելի հեշտ է։ Ինչ դժվար է ստեղ մի հատ navigation bar ավելացնել ու պրսնել դրանով գնալ։ Սա My Drive ծրագիրն է, Google Drive, ինչպես ասում եք, լրիվ նույնն է, ամբողջովին նույնն է, ոչ մի տարբերություն ես չեմ տեսնում, պարզապես այս գույնն է։ Ուրիշ, եւ դա մեծ տարբերություն չի իհարկե։ Սա Google-ի ծրագիրն է եւ իրանք հավանաբար ուզել են անեն այնպեսի, որպեսի նույնը լինի iOS-ի վրա եւ Android-ի։ Ստեղ մենք ունենք Google Maps-ը, ինչպես ասում եք, լրիվ նույնը եւս ոչ մի բանով չի տարբերվում, չգիտեմ, խիստ մի քիչ շատ է դետալ ցույց տալի քան ստեղ, պարզապես դա չէ, zoom-ի համար արած, պրոբլեմ չկա, լրիվ նույնն է։ Գնանք առաջ, սա Maps մի ծրագիրն է, որը եւս քարտեզի ծրագիր է, բայց շատ լավն է, այստեղ կարող եք դուք քարտեզներ պահել ձեր հեռախոսի մեջ եւ նույնիսկ նավիգացիա օգտագործել առանց ինտերնետ։ Ես շատ եմ ասել այս ծրագրի մասին, որ շատ հարմար է եւ այլն։ Եվ ինչպես ասում եք, navigation bar-ը գեղեցիկ երկուսում է ներքևում է եւ հեշտ է սխմել եւ կառավարել։ Ըստ ինձ, միգուցե դուք օգտագործում եք Android-ի շատ վաղուց եւ ձեր համար նույնիսկ սա է անսովոր, որ ներքևը պետք է լինի, բայց խիստ կասկածում եմ, որ դա հնարավոր է լինի։ Սա SoundCloud ծրագիրն է։ Ինչպես տեսնում եք, ստեղ մի քիչ խառն է, որովհետև iOS-ի վրա փչացրել են այս ծրագիրը կատաստրոֆիկ ձևի։ Մենյուն, ինչպես ասում եք, Home, Search եւ Profile։ Չգիտեմ ինչի Android-ի վրա դա ավելի լավ է արված, ինչպես ասում եք, Home, Search, Profile ստեղ այս 3 գծի մեջ եւ ստեղ like-երը կան։ Like-երը չի բերում iOS-ի վրա, եւ պետք է մտնել Profile-ի մեջից like-երը գտնել։ Իսկ այս մենյուն պարզապես չկա iPhone-ի վրա։ Ես չեմ հասկանում ուր է կորել այս մենյուն iOS-ի համար ծրագրի մեջ։ Չգիտեմ, պարզապես չգիտեմ ինչ ա եղել։ Այստեղ stream կա, որի վրա սխմում եք բերում է, ասենք, տարբեր այլ playlist-ներ եւ այլն, սա ես չգիտեմ նույնիսկ Android-ի վրա ուր է այդ ֆունկցիան, դες որ լրիվ խառն է այս ծրագիրը։ Սա սպիդ տեսնա, պարզապես կապ չունի այս թվերը, պրոստը սխալ ժամանակի մարե, անպայման չի, որ iPhone-ը թույլ լինի բանը ավել, պարզապես ուզում եմ միացնել եւ ցույց տալ, որ ձեր նույն navigation bar-ն ներքևում, նույն ձև աշխատում է ծրագիրը եւ վերջ, տեղել բան չկա։ Մի ծրագիր ես ցույց կտամ հենց հիմա, կարելի ասել live, դա Shazam-ն է, եկեք գտնենք Shazam-ը։ Shazam ստեղ եւ music-ի մեջ կարծեմ ստեղ դրել եմ Shazam-ը։ Shazam-ը ինչպես տեսնում եք, հենց հիմա ցույց եմ տալիս, որ ինչքան մեծ վառ ապացույց է, թե ինչպես են աշխատում հիմնականում բոլոր ծրագրերը, համարյա բոլոր ծրագրերը Android-ի եւ iOS-ի վրա, navigation bar-ը ներքևը եւ այլն, ստեղ մենյուն, իսկ navigation bar-ը վերևն է Android-ի համար եւ ինչպես տեսնում եք, material design-ը եւս աշխատում է։ Չգիտեմ ինչքանով է հարմար swipe անել, միգուցե մեկ-մեկ կարող եք ինչ-որ բան եք ստուգում եւ պատահական swipe լինի ու դուք swipe անեք edge-ը եւ դա ձեզ այդքան էլ հարմար չլինի։ Ես գտնում եմ, որ մեկը այս մեթոդը փոխելու պարզապես ավելի հարմար է, չգիտեմ ինչի, ես տենց եմ կարծում։ Չնայած որ ոչ մի պրոդիվ բան չունեմ, ոչ մի ընդդեմ ծրագրերին ստեղծված Android-ի համար ոչ մի բան չունեմ, թող օգտագործեն ոնց ուզում են, ինչպես Android-ն է գտնում, ոնց ցանկանում է, պարզապես ես գտնում եմ, որ ծրագրերից ընդհանուր առմամբ օգտվելու համար iPhone-ը ավելի հարմար է։ Ես պարզապես այդ եզրակացության եմ եկել։ Չեմ ասում բոլոր, իհարկե ծրագրեր կան, ինչպես դուք տեսաք արդեն, որ շատ նման են, բայց ծրագրեր կան, որ պարզապես անհնար է օգտագործել, ասենք Android-ի վրա, օրինակ սա։
Օրինակ ինչի համար ինձ պետք է tweet գրելը եւ բան ուղարկելը ներքևը լինի, իսկ navigation-ը վերևը։ Երբ որ ես Twitter-ս եմ կարդում, ես պետք է մատը սխմեմ վերև, որպեսզի ես մենյու մտնեմ։ Չէ, իհարկե չէ։ Այս ինչպես է արել iPhone-ը կամ ստեղծողը iOS-ի համար։ Օգտագործում եք, ներքև եք սխմում, բերում ա ձեր բոլոր Twitter-ը եւ այլն եւ կարող եք մտնել ձեր մենյու, նամակներ եւ այլն ինչ որ է։ Պետք է ինչ-որ բան գրել, այդքան շատ բան չեք գրում, ինչքան կարդում Twitter-ի մեջ։ Ինչի համար է պետք կարդալու համար կարելի է կնոպկաներ տեղափոխել վերև, իսկ գրելու համար կնոպկաները տեղափոխել ներքև, ինչպես արել է Android-ի վրա։ Ես գտնում եմ, որ ստե ավելի ճիշտ է, ասենք ես tweet կարող եմ գրեմ շաբաթը մի 5 հատ շատ ու եթե պետքա գրեմ վերևի կնոպկան կսխմեմ, խնդրեմ չի եւ կբերի եւ ես նկար կավելացնեմ կամ ինչ որ է, բայց կարդալու համար ինձ պետքա notification-ները ստանալ, կարդալ edge-ը թերթել, մտնել իմ պրոֆիլը եւ նամակները, եթե ինչ-որ բան կա, ինչ որ է։ Չեմ հասկանում ինչ են մտածել ստեղծելով sense dev-ի Android client կարելի է Twitter-ի։ Ինչ որ է, մերսի որ նայեցիք այս հաղորդումը, ես այս հաղորդումը կամ այս իդեան վիդեոյի վաղուց էի մտածում, պրոստը ուզում էի հնարավորինս չափ ճիշտ, ճշգրիտ կամ չեսնա ասեի։ Ինչպես տեսնում եք ինքներդ եք տեսնում տարբերությունը, հիմնականում մի բան կա նշելու, եթե Android 6-ը դուրս գա եւ Android-ների վրա ավելի հարմարացվի այդ պահը թերթելու, որովհետեւ ոչ բոլոր ծրագրերի մեջ կարաք թերթեք այդ material design-ի պահով, օրինակ հենց հեռախոսի մեջ չեք կարող թերթեք, չգիտեմ ինչի, խնդրեմ, հեսա չի լինում թերթել։ Այս մենյուն չի լինում թերթել ընդհանրապես։ Ապա ես կասեմ, որ Android-ը ունի տեղ աճելու, ահագին, iOS-ի մեջ ոչ մի խնդրեմ ես չեմ տեսնում ծրագրային, ցանկացած ծրագիր, որոնք որ ես ուզում եմ iOS-ի վրա ավելի հարմար արած եւ Android-ի վրա ավելի անհարմար, ըստ ինձ շատ քիչ ծրագրեր կան, որ ավելի հարմար էին Android-ի վրա, օրինակ մեծ էկրանի պատճառով կամ material design-ի պատճառով, տարբեր բաների պատճառով հնարավոր է եւ միգուցե Google-ն դրա համար ստեղծել իր համար ավելի հարմար, չգիտեմ։ Բայց սա է այսօրվա դրությամբ եւ ինչ որ է, եթե ունեք Android-ով օգտագործեք ձեր ծրագրերը, նայեք ոնց ուզում եք ըստ ձեր ցանկության, օրինակ ծրագրեր կան, որ լրիվ իդենտիկ են, ոչ մի խնդրեմ դրա մեջ, կամ սովորելու վրա են, եթե ասենք իմ մոտ մենակ Android-ը լիներ եւ ես առաջի անգամ տեսնեի iOS, միգուցե ասեի, «Վայ, այս խիա ներքևը դրած, խիա sense ուրիշ ձև, չէ»։ Բայց սա է ինչ որ մենք ունենք այսօր եւ պետքա դրանով ոնց որ ապրենք, իսկ Windows Phone-ը ընդհանրապես չեմ էլ խոսում Windows Phone-ի մասին, դրանց մեջ ծրագիրը չկա այդքան, ինչքան այս երկուսի մեջ են։ Հենց որ այսքանը, մերսի որ նայեցիք այս վիդեոն, էլի վիդեոներ կան, կլինեն այս շաբաթ, հույսով եմ եւ կհանդիպենք մոտ ապագայում։